Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցել ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Տիկին Մելոյան, շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մելոյան, այսօր ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի ունեցավ, որը ինչպես ընդդիմադիրներն են նշում, հենց երեկոյան է, իրենք դրա մասին ուշ են ավելի տեղեկացել, այսինքն կարծես հապշտապ ինչ-որ որոշում է կայացվել արտահերթ նիստի օրակարգում ընտրությունից մի քանի ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելներ, ընդ որում կարևոր, փոփոխություններ, հիմնականը վերաբերվում է այնտեղ վերահսկողություն իրականացնող այդ կազմակերպություններին, որոնք փաստորեն, այսինքն ինչ որ այսօր չափանիշներ են, գործելու, թե որ կազմակերպությունները կարող են դիտորդական դեր կատարել ընտրությունների ընթացքում։ Սրա վերաբերյալ էի ուզում խոսենք, եթե դուք հասցրել եք ավելի մանրամասն այս փոփոխությունները ուսումնասիրել, քանի որ կարծես հենց ձեր կազմակերպությունը, այն ոչ ցանկալի իշխանությունների համար կազմակերպությունների թվին էր պատկանում, խոսում էր այնտեղ Արման Թաթոյանի դիտորդական առաքելության, Հայաքվեի եւ ձեր ղեկավարած արդեն պարլամենտարիզմի մասին, մի փոքր ուզում եմ փակագծեր բացենք, ինչ է նշանակում, ինչ փոփոխություններ են սպասվում։ Դες նախ կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հիրավի լրջագույն հարց է ու ես կոչ եմ անում, որ այս հարցը, այս օրենսդրական փոփոխությունը դառնա ընդհանուր մեր հանրության բոլոր հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ուշադրության առարկա, որովհետև ես սա որակեցի, որպես արդեն իսկ միջամտություն սպասվել է 2026 թվականի օրենսդիր մարմնի համապետական ընտրություններին։ Ինչ տեղի ունեցավ, սա նախապատմություն էլ ունի, Ես առավոտյան իրազեկվեցի, որ արտահերթ եղանակով բերվել է նոր փաթեթ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Այս փոփոխությունների լրացումների փաթեթը բացառապես դիտորդական առաքելությունների հավատարմագրմանը եւ հավատարմագրման դադարեցմանն է վերաբերվում։ Նախապատմությունը որն է ու չափազանց լուրջ ազդակ է նաև, որ ընդամենը կոնկրետ թիրախավորված 3 կազմակերպության անուն հնչեցվեց, խոսքը մեր պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի մասին էր, պարոն Թաթոյանի, Թաթոյան հիմնադրամի մասին էր եւ Հայաքվե հասարակական կազմակերպության մասին էր։ Ձեր թույլտվությամբ նայեք իրենք ինչ էին ասում են մարդիկ չեն կարողանում տարբերակել այս դիտորդական առաքելությունները այդ նշված կուսակցություն են, թե դիտորդական առաքելություն, քանի որ ոչ անաչառ են գործում, ընդդիմադիր հայացքներ ունեն։ Տեսեք, նախ սկսենք այնտեղից, որ այսօրվա իշխանության եւ իրենց ներկայացուցիչների համար բոլոր կլինի դա հասարակական կազմակերպություն, կլինի ընդդիմադիր խմբակցություն, կլինի ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, բոլորը պիտակավորվում են, հետապնդումների են ենթարկվում եւ որևէ մեկի քաղաքական իրավունքը ունենալու ընդդիմադիր հայացքներ այլևս մեր երկրում չի հարգվում։ Իրենց կողմից ընդունել են միայն այն մարդիկ, այն քաղաքացիների կարծիքը, ովքեր սատարում են իրենց, այն հասարակական կազմակերպություններ ունեն արտոնություններ ու առաջնահերթություններ, ովքեր ըստ էության իրենց արբանյակ են հանդիսանում։ Սա լրջագույն ահազանգ է, որովհետև նույնիսկ սկսած ընդդիմադիր պատգամավորից խմբակցություններից իրենք եւս մեր երկրի որոշակի խումբ քաղաքացիների ներկայացուցիչներ են։ Այդ մարդկանց եւս վստահել են որոշակի խումբ քաղաքացիներ, նույն այս մեր 3 կազմակերպությունները, կլինի դա պարոն Թաթոյանի հիմնադրամը, Հայաքվեն, թե այս դեպքում իմ պարագայում ընդհանրապես որևէ քաղաքական ասոցիացիա չունի, եթե օրինակ պարոն Թաթոյանը արդեն քաղաքական գործունեություն է ծավալում, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը բացառապես դիտորդական առաքելությամբ իրականացմամբ է հանդես եկել։ Դասում ոչ անաչառ է։ Դե տեսեք, այստեղ կա մեր բոլորիս 3-ից պարագայում էլ, որպես դիտորդ իրենց գործունեությունը մեր հարգարժան քաղաքացիներ են մի շարք իրականացրել եւ օրինակ բնականաբար, եթե ես այլևս քաղաքական ներգրավվածություն ունեմ, օրինակ մեր ձևով շարժման շրջանակներում եւ ապագայում հնարավոր է իմ գործունեությունը ավելի քաղաքական բնույթ կրի, բնականաբար ես որևէ կերպ չի հավակնելու դիտորդական առաքելություն իրականացնելու կամ որպես դիտորդ հանդես գալու։ Դա նորմալ գիտակից մարդու տրամաբանությունից է բխում, որովհետև այո,
դիտորդական առաքելությունը պարտավորված է իր դրսևորելու քաղաքական չեզոքություն։ Նաև տեղեկացնեմ, ես նաև ԵԱԿԺՄԻԳ-ի կողմից լիցենզավորված սերտիֆիկացված դիտորդ եմ հանդիսանում, շատ լավ միջազգային վարքագծի կանոններին տիրապետում եմ եւ շատ արդյունավետ կարծում եմ իրականացրել եմ ժամանակին թե 2021 թվականի համապետական ընտրություններին, թե Գյումրիում, թե Հեչմիավաղ շաբաթ համայնքում համայնքի ավականների ընտրությունների դիտորդական առաքելություններ ու արձանագրել ու կանխարգելել եմ տասնյակ ընտրախախտումներ ու լրջագույն ընտրախախտումներ, նաև վեր եմ հանել ընտրախախտումների մոդելային տեսակներ ու ընտրախախտումները օրինակ նույն վաղարշաբաթ համայնքի պարագայում չեն լինում միայն բուն ընտրության օրը, ընտրախախտում է օրինակ երբ նախապես հուլիս ամսին կատարվեց վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն եւ վաղարշաբաթ ու Խոյ համայնքները բացառապես քաղաքական նպատակահարմարությունից հաշվի առնելով որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխող ուժի տեխնացուն Խոյ համայնքի ղեկավար էր եղել, այս երկու համայնքները միավորվեցին, որպեսզի ցանկալի պատկեր ունենան, այսինքն նախնական խախտում է դա համարվում օրենսդրական լծակներով։ Պատահական չէ նաև, որ մեր Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքներում ընտրական գործընթացին վերաբերյալ դիտարկում ունեցող փաստաթղթում որպես կարծիք հանձնարարական նման պահանջ ունի, որը այո իմպերատիվ չի, բայց ըստ էության հանձնարարական է, որ ընտրական գործընթացներում, ընտրական օրենսգրքերում հենց բուն ընտրական process-ից առնվազն 1 տարի առաջվա կտրվածքում թույլատրելի չեն էական փոփոխությունները։ Այդ էականը հնարավոր է որակում են խմբավորված, հա, մանրացնում են նույն այսօրվա ազգային ժողովի նիստում զեկուցողը փորձեց այլակարծությամբ խեղաթյուրված ներկայացնել, որ կոնկրետ բուն process-ներին է վերաբերում, բայց ոչ, եթե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար չափորոշիչներ է սահմանված ու դու չափորոշիչները օրինակ տեխնիկական առումով չես բարձրացնում, այլ կոնկրետ օրենսդիր մարմնում քննարկումների ընթացքում թիրախավորում ես կազմակերպություններ ու բացատրում ես, որ ամբողջովին այդ փաթեթը ներկայացված այդ 3 կազմակերպությունների մասնակցելիությունը բացառելու համար, բայց այնտեղ հստակ անուններ նշված է, որ կազմակերպությունները բնականաբար նախագծում չի կարող անուն նշված, բայց դե դրանից է չենք զարմանա, եթե կոնկրետ անվանական նշված է լիներ, ինչպես տեսնում ենք, իշխող կուսակցությունը փորձում է իրեն ամեն կերպ կաշկանդել, հա, նման ուղղակի միջամտությունից, բայց այնուամենայնիվ իրենք չեն կարողանում իրենց հիմնական թիրախը բառախաղում թաքցնել, այո, օրենսդիր մարմնի զեկուցման ընթացքում նշվեցին 3 կազմակերպություններն էլ անվանական ու նշվեցին, որ process-ներն են իրենց այդպես ցավեցրել։ Ինչ անում դիտորդական առաքելությունը։ Իրականում ընտրական գործընթացում այն ամենակիչ լիազորություններ ունեցող մարմինն է մասնակցող։ Դիտորդը ընդհանրապես դիտում է process-ը, երբ որ իշխող ուժը ու շատ կարևոր է ընդգծել, որ իշխող ուժն է դա անում։ Իշխող ուժը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Իշխող ուժը արդեն խնդիր ունենք, սա նախերգանք է, որ փորձում է ընտրական գործընթացի թափանցիկությունը մինիմալ դարձնել։ Տիկին Մարիամ, բայց ես ճիշտ չեմ հիշում, որ սրա նախերգանքը այսպես գալիս էր հենց Դանիել Իովանեսյանը չէր, այս հարցը բարձրացրել։ Եթե ես ճիշտ եմ հիշում, ինքն էր խնդրահարույց համարել։ Խնդրահարույց է նաև երկակի առումով, հիմա բացահայտ է, նախապատմությունը գալիս է ինչից, վաղարշաբաթի ընտրություններից առաջ, վաղարշաբաթ համայնքի ավականու, նույն զեկուցող падգամավորուհին Արուսյակ Ջուլհակյանը հրապարակում է Facebook-յան կատարում կրկին անվանական այս 3 կազմակերպությունը, այդ թվում իմ կազմակերպությունը, այդ թվում իմ անունը նշելով մեզ պիտակավորում է տալիս, որը ըստ էության զրպարտություն եւ վիրավորանքի շրջանակներում տեղավորող է ու հիմա ես դատական հայց եմ ներկայացրել, մենք դատական վեճ ունենք այդ առիթով, մեր նկարներն է տեղադրում կոնկրետ ընտրություններից 1 օր առաջ լռության օրը թիրախավորում է մեզ, կներեք 1 օր առաջ լռության օրին նախորդող մի քանի ժամվա ընթացքում թիրախավորում է 3 կազմակերպությունների, որոնք հավատարմագրված են դիտորդական առաքելություն իրականացնելու ընտրություններին ու 3 կազմակերպությունների թիրախավորելով մեջը հղում է կատարում 3 այլ մյուս կազմակերպություններին, հա 6 կազմակերպություններ դիտորդական առաքելություն իրականացնում ու անձամբ Դանիել Իոնիսյանին, հետո Դանիել Իոնիսյանի հետ նամակագրություն են տակ ունենում, օրինակ այս Գոհար Մելոյանովա եւ այլն տենց հղում կատարելով, պիտակավորելով
ու հիմա այստեղ ուրիշ հարցադրում եմ դա բարձրացնում։ Արդյոք Դանիել Հովհաննիսյանը հենց անվանական ասենք, հա, ով կոնկրետ կազմակերպության դիտորդական առաքելություն որպես դիտորդ է հանդես գալիս կամ առաջնորդ է, հա, հենց ղեկավարում է դիտորդական առաքելությունը, չունի քաղաքական ասիմիլյացիա, որովհետև տվյալ անձը հենց սահմանադրական բարեփոխման երկրորդ անգամ երկու հանձնաժողովների կազմում է հանդես գալի, գնում է քաղաքական միավորման միջոցառմանը համալիրում տեղի ունեցած, հենց կոնկրետ падգամավորը հողում է կատարում իրեն, ասելով, որ մեր հետ կապված խնդիր կա, ակնհայտ կերպով է, ինքը ուղղություն է ցույց տալիս։ Բացի այդ շփում ունի իշխանական падգամավորուհու հետ կոնկրետ այդ գրագրությունից ելնելով եւ բնականաբար այս իրավիճակը լրջագույնս պետք է հանդիսանա միջազգային հանրության եւ իրավասու մարմինների ուշադրության ներքո, որովհետեւ երկրորդ թիվն իմ համար է խնդրահարույց է, օրինակ եթե ես զբաղվեմ քաղաքական գործունեությամբ եւ ցուցակների մեջ որևէ մտնեմ կամ ասոցիացիա ունենամ, ես ինձ թույլ չեմ տա դիտորդական առաքելության շրջանակներում ընդգրկվել։ Ես մտահոգություն ունեմ իրենց հետ, արդյոք հնարավոր է իրավիճակ, որ հիմա իրենք փորձում են բոլոր այլ ընտրանքային կազմակերպությունների մասնակցելիությունը որպես եւ հավատարմագրման գործընթացը իրավական առումով սահմանափակել, որպեսզի միայն յուրային կազմակերպությունները, ում հետ իրենք ունեն ասոցիացիում, կարողանան իրականացնել դիտորդական առաքելություն եւ թույլ տան աչք փակեն գլոբալ խախտումների վրա, որովհետեւ եթե վաղարշապատ համայնքում, եթե Գյումրիում ընդհանրապես 5 տասնյակի հասնող տեղամասային կենտրոններ են եւ 5-ում էլ մենք ներկայացուցիչ ունենք, համապետական ընտրություններին 2000-ին շրջանակում են տեղամասային կենտրոնները եւ այո, եւ շատ ռեսուրսներ են պետք, վերահսկողությունը ավելի մասշտաբային պետք է լինի եւ ընտրախախտումների քանակներն ու տեսակներն էլ ավելի ընդլայնված կարող են լինել։ Տիկին Մելոյան, իսկ այս նոր փոփոխություններով ինչ որ հա բաներ սահմանում են, հա, կրիտերիաներ, որոնց այդ դեպքում նոր կարող է առաքելությունը։ Տեսեք, այս փոփոխությունները նախապատմության անդրադառնան, վաղարշապատ այդ գրառում, հայտնի գրառումից հետո հաջորդ օրը, լռության օրը, ընտրությունից 1 օր առաջ, կենտրոնական ընտրական հանձնաժողովից ես զանգ եմ ստանում, առայն որ մեր վերաբերյալ դիմում է ներկայացվել, վարույթ է մեկնարկում եւ պատկերացրեք, այդ օրը երբ հսկայական կազմակերպչական աշխատանքներ կա, երբ մենք պետքա գնայինք վաղարշապատ համայնք ուսումնասիրենք, հա, տեղամասային կենտրոնները տեսնենք ամեն ինչ նորմալ է թե ոչ, տեխնիկական աշխատանք դիտորդների հետ իրականացնենք, մենք գնում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի ըստ էության ծանուցման, հա, վարչարարության հետ կապված մի շարք խախտումներ կան իրավական, բայց բարի կամք ենք դրսևորում, ընդհանրապես կարող էինք չներկայանայինք էլ, որովհետև ծանուցման պատշաճության խնդիր կար եւ այլն։ Ներկայանում ենք եւ տեղի ունենում Հայաստանի պատմության, Հայաստանի Հանրապետության պատմության ամենաերկարաժամկետ հնիստը, ու այսօր այս զեկուցման ընթացքում չգիտես ինչպես այս падգամավորները այդ քննարկման մանրամասներ էին ներկայացնում, ինչ որ ծաղրանքով այնտեղ են տեղեկացել, որ հավատարմագրված են, հավատարմագրված չեն, հա, ինչ որ խեղաթյուրված տեղեկատվություն է, տեղեկատվությունը, որ իրենք ներկայացնում են, նախ լիովին խեղաթյուրված էր եւ հետո ինչպես է հասու դարձել այդ նստում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ է քննարկում, թե ձեզ արդեն հասու են ներքին ինֆորմացիաները, թե ինչպես բոլոր պարագայում է պետական մարմինների ողջ ռեսուրսը ծառայեցված է ձեզ, կրկին ընդգծում եմ, երբ որ նման միջամտություն է տեղի ունենում իշխանությունների կողմից, նշանակում է իշխանությունները փորձում են խաթարեն ընտրությունների վերահսկողությունները, ընտրությունների թափանցիկ ազատ արդար լինելը եւ նշանակում է ահազանգ է, որ հնարավոր են միջամտություններ մարդկանց կողմից իրենց ազատ արդար հավասար թափանցիկ ընտրական իրավունքը իրականացնելու գործընթացին։ Եվ եթե կարելի է նախապատմությունը ավարտեմ, այդ օրը օրինակ թե Դանիել Հովհաննիսյանը ներկայացրել էր դիմում մեր նախորդիվ լրատվամիջոցներում ներկայացված հայտարարությունները, փորձելով ներկայացնել որպես քաղաքական չեզոքության խախտում, այդտեղ քննության առարկա դարձան այդ հայտարարությունները, նախ բացառապես քաղաքական չեզոքության խնդիր մեր որակմամբ չկար իմ համատեքստում ասեմ, որովհետև անվանական վաղարշապատի ընտրությունների հետ կապված ոչինչ չէր խոսվել, այլ վարչապետի եկեղեցու հետ հարաբերությունների միջամտության մասին էր խոսվել, որպես սահմանադրականության տեսանկյունից հակասահմանադրական երևույթ, եւ դա տեղի էր ունեցել մինչեւ այն պահը, մինչեւ
թե ես, թե իմ կազմակերպությունը անհատապես եւ թե մի շարք անձիկ ովքեր ներառված են, հավատարմագրվել են։ Հիմա ես այդ օրը նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար մի շարք այլ խնդիրներ մատնացույց արեցի, որոնք եթե իրապես օբյեկտիվ անհրաժեշտությունից են այս նախագիծը բերում, կարելի է դարձնել նախագծի մաս։ Օրինակ, երբ են հավատարմագրվում դիտորդները, ինչ չափորոշիչներով, արդյոք նորմալ է ընտրական process-ի մասնակից։ Հիմա չկան դրանք սահմանված։ Ոչ, ու ավելի ուրիշ խնդիր կա, քանի որ իրենք են կանխավարկածով են այս նախագիծը կազմել, որպեսզի կոնկրետ մեր 3 կազմակերպությունները չհավատարմագրվեն, ուրիշ խնդիր են իրենք ի հայտ բերել։ Օրինակ, կարող է մի այնպիսի կազմակերպություն է, անունը Հայաստան դաշինք է, պայմանական եմ ասում, կամ Հայաստան բառը կա այդ կազմակերպության, իսկ Հայաստան բառը մենք գիտենք, որ շատ կազմակերպությունների մեջ որպես վերնագրային մշտապես կրկնվում է։ Արդյոք կամայականորեն ընդհանրապես կապ չունեցող որևէ քաղաքական ուժի հետ իրենց կողմից է վերցնենք, հա, քաղաքացիական պայմանագիր է, չգիտեմ, հայկական պայմանագիր է այդ կազմակերպության անունը։ Արդյոք բացառապես իրենց ասոցիացիումից ելնելով պետք է թույլ չտան չհավատարմագրեն այս կազմակերպությանը, որովհետև իրենք այտենց ծավալուն մանրամասն նշել են, հա, ցանկացած անվանական ասոցիացիումները եւ այլն, դա բնականաբար Հայ-ակվեի ու Թաթոյան հիմնադրամի համատեքստում է նշված։ Այս նախագծում այդ տեսանկյունից խնդիրներ կային, որոնք իրապես եթե նպատակային կար լուծելու կարելի էր ընդգրկել, եւ ես լուրջ հարց եմ բարձրացնում։ Տեսեք, մեր միջազգային Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորվածություններից ուղղակիորեն նույնիսկ մենք ծրագիր ունենք, որով ուսումնասիրվում էր, որի կոորդինատորը երբ ազգային ժողովում ես աշխատել եմ ու ես նաև նշեմ, որ հանդիսանում եմ պետական ծառայության առաջի դասի խորհրդական, ուսումնասիրում ենք, ինչ ենք անում, համադրում ենք եվրոպական չափանիշներով, հա, թե օրինակ քանի նախագիծ է օրենսդրական արտահերթ եղանակով ընդունվել եւ արտահերթ եղանակով ընդունված նախագծերի քանակը բացասական գնահատական է ստանում, որովհետեւ միջազգային պարտավորվածություններից մեր Հայաստանի Հանրապետության բխում է, որ օրենքների նախագծերը, հատկապես նման նախագիծը, որ ունի շահառուներ ու ընդհանրապես ըստ Վենետիկի հանձնարարականի ցանկալի է չէր, որ 1 տարվա ընթացքում ընդունվեր, պետք է շահագրգիռ կողմերի քննարկման առարկա դառնա, լրացուցիչ կողմ եւ դեմ փաստարկներ ներկայացնում, մտահոգություններ, առաջարկներ եւ այլն, եւ լրամշակվելուց հետո այն ներկայացվի օրենսդիր մարմին։ Ինչու՞մ է հրատապությունը։ Ինչու օրինակ ես որպես դիտորդական առաքելության ներկայացուցիչ հնարավորություն չունեմ իմ կարծիքը ներկայացնելու նախագծի վերաբերյալ, ներգրավելու այդ գործընթացի նախնական օրինակ ինչ որ լսում կազմակերպելու։ Դա բացառապես մի պատասխան ունի, որ քաղաքական նպատակահարմարության արդյունք է այս նախագծի ընդունումը եւ կրկին ընդգծում եմ դիտորդական առաքելությունների ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողության էական շրջանակների էական նվազեցման դպատակ։ Տիկին Մելոյան, ես մի այսպես օրինակ էլ բերեմ, քանի որ դուք նշեցիք սա կարծես այսպես հտրությունից առաջ ինչ որ հազանգ է, հա, ավելի վաղ հրապարակվել էր արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, որը այնտեղ մի մեծ հատվածը, ծավալուն հատվածը նվիրված էր հենց նախընտրական գործընթացներին ու հիմնական բովանդակությունը սա էր, որ ընտրություններից առաջ ակտիվանալու են Հայաստանում գործակալական ցանցերը, ապա տեղեկատվությունը, այստեղ այդ հիբրիդային պատերազմն է ավելի այսպես ակտիվորեն վարվելու ու հատուկ այսպես նշված էր, հա, որ այս process-ները գործարարների, հոգևորականների եւ այդպես հատուկ նշված էր, հա, որ խավերի ներկայացուցիչների միջոցով է իրականացվելու։ Սա եւս կարծես այսպես անոնսի նման լինի, հա, որ ընտրություններից առաջ էլի մի նոր փուլ է սկսվելու։ Բարի, ցավոք սրտի առիթ չեմ ունեցել ամբողջովին այդ զեկույցին ծանոթանալ, որպեսզի կարողանամ համապարփակ գնահատական տալ, բայց կարծում եմ ոչ ձեր, ոչ ինձ համար նորություն չի, որովհետև ինչ էս ընտրական գործընթացը մեկնարկել է, այս իշխանություններն են ամենաշատը մեր ներպետական ընտրությունները դարձնում համաշխարհային ինչ-որ արտաքին խաղացողների մասնակցելիության վեկտոր։ Թույլ են տալիս այդ տերմիններ են մեջ բերել, հա, հիբրիդային պատերազմ։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել, էլի հարցնում եմ, ո՞րն է հիբրիդային պատերազմը։
Այդ քաղաքացիներին ինչ որ մոլորեցնելու, տենց վախենալու, կասկածելի տերմին են ընդունել ու անդադ շահագործում են։ Արդյոք դուք չեք այդ հիբրիդային պատերազմի մասնակից դարձնում։ Ես կրկնում եմ, մեր Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը մեր ժողովուրդն է։ Դա մեր սահմանադրության անկախտելի դրույթն է։ Եվ միայն հայ ժողովուրդը, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իրավունք ունի միջամտելու եւ որոշելու ով է դառնալու իր իշխանությունը։ Իսկ այսօրվա իշխանությունը մեր քաղաքացու վրա մարդ են, բերում կոպիտ ասած, Եվրոպացում բերում են, որպեսզի ճակերտավոր որոշի ոնց է այստեղ ընտրական գործընթացը գնում։ Ոչ, որևէ մեկը կլինի դա ռուսը, եվրոպացին, ամերիկացին, իրավունք չունեն մեր ընտրական գործընթացների միջամտելու։ Կրկին ասում եմ, մենք պետք է երաշխավորենք, մենք ցանկացածս մեր կարգավիճակով ջատագով լինենք, որպեսզի հայ մարդու կամա արտահայտության վրա որևէ մեկը իրեն թույլ չտա միջամտություն։ Եվ ես կարծում եմ, մեր արտաքին հետախուզական ծառայությունը շատ ավելի լուրջ եւ անկյունակարային ազգային անվտանգության հետ կապված հարցեր ունի, որոնք համոզված եմ կամ լիահույս լինեմ, որ արտահայտել է այդ զեկույցում։ Տիկին Մելոյան, եւ վերջում, քանի որ ներքաղաքականից բացի այսպես ոչ պակաս ակտիվ է վերջին շրջանում արտաքինս իրադարձությունները, նախորդային այսպես Նիկոլ Փաշինյանը ստորագրեց խաղաղության այդ խորհրդին միանալու թուղթը, դրանից առաջ Դավոսում Վահագն Խաչատուրյանն էր այնտեղ համաժողովի մասնակցում, որտեղ անդադ շնորհակալություններ հայտնում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին։ Ողջ համացանցը ողողված է Նիկոլ Փաշինյանի եւ Թրամփի ջերմ լուսանկարներով, ինչ կարող ենք արձանագրել իսկապես Հայաստանի այդպես եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները այդպես առաջընթաց են մեծ գրանցել բարեկամ երկրներ են, թե պարզապես դե Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամական երկիր դառնալու հանգամանքը բոլորի շահերից է բխում, բայց զուգահեռաբար նաեւ համացանցում շրջանառվում էր Ադրբեջանի ղեկավարի ընտանիքով ավելի ջերմ նկարները առանձին հանդիպում է եղել ու ցավոք սրտի այո ավելի բարձր մակարդակով, ավելի նեղ շրջանակով, ավելի մտերմիկ հանդիպումներ են տեղի ունեցել, սա մտահոգության տեղիք է տալիս, որովհետև մենք հիմա հայտնի TRIP գործընթացի համատեքստում ենք, որի կյանքի է կոչվելու մեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եւ այստեղ բազմաթիվ ռիսկեր կան, որոնց հետ կապված երաշխիքներ մենք պետք է ստանանք։ Եվ բնականաբար այս երկկողմանի մեդալ է, որպես հայ մարդ ես ողջ ունեի եւ շատ ուրախ կլինեի, երբ մենք բարձր մակարդակով ընդունելության ենք արժանանում, բայց կրկին եմ ընդգծում, մենք պետք է ամբողջովին պատկերը դիտարկենք, որովհետեւ դրանից առաջ նախորդիվ ունեցել ենք իրավիճակ, որ Ադրբեջանում այդ նույն TRIP-ի հետ կապված, իսկ TRIP-ը մեր քաղաքացիների համար ընդգծենք, դա օգոստոսի 8-ի կնքված հռչակագրով եռակողմ փաստաթուղթ է, որով պարտավորվել են, ապա շրջափակում իրականացնել կոնկրետ ուղի ձևավորել Հայաստանի Հանրապետության տարածքում Սյունիքի մարզում ու միայն այդ կառուցապատումը իրականացվելու է մեր երկրում, որով ուղղակի ձևակերպում են ներկայացնում որը պետք է անխոչնդոտ կապ ապահովի Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջևանի ինքնավար հանրապետությունների միջև։ Այս հարցը այստեղից ուղղակի բխում է, չէ՞, որ առաջնային շահառուն մենք ենք այս հարցի։ Հայաստանի 24%-ն է մասնաբաժնի։ Դրանից հետո վերջերս հրապարակվեց TIF-ը, մտադրությունների փաստաթուղթը, որը արտգործնախարարների մակարդակով կնքվեց ու դրան նախորդապես Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները TRIP-ի հետ կապված առանձին հանդիպումներ ունենում Ադրբեջանի հետ։ Սա լրջագույն մտահոգության տեղիք է տալի, որովհետև չի կարող TRIP-ի հետ կապված քննարկում լինել առանց հայկական կողմի ներկայության։ Այո, հնարավոր են լրջագույն երաշխիքների պարագայում օգուտներ տնտեսական ունենալ ու ձեռքբերումներ ունենալ TRIP-ից,
բայց երբ մենք կլինենք ուժեղ պետություն, երբ մենք ունենանք ուժեղ տնտեսություն։ Օրինակ նույն մեր ձևովի շրջանակներում մենք արդեն ներկայացրել ենք, հա, այդ 5 տնտեսական քայլերը Սամվել Կարապետյանի կողմից։ Երբ մենք եթե չունենանք երաշխավորված ուժեղ տնտեսություն, ոտքի վրա կանգնած չլինենք, դրանից չբխի մեր անվտանգային ուժեղ համակարգը, մենք բավականին խոցելի իրավիճակում ենք հայտնվում։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Մելոյան զրույցի համար։ Հարգելի դիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։